Շնորհավորում եմ բոլորիս նոր կատալոգի բացման կապակցությամբ, ուզում եմ ներկայանամ, նոր արդեն անցնենք առաջ, որովհետև շատ նորեկներ կունենանք նաև միացված, որոնք հետո ևս կլսեն։ Ես Ժաննա Մանուկյանն եմ, աղջիկներ ջան, ավագ տնօրեն Faberlic ընկերությունում, արդեն 8 տարի է վարում եմ իմ ցանցային բիզնեսը։ Այս 8 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների եմ հասել։ Ամուսնացած եմ, ունեմ ընտանիք, 2 հրաշք աղջիկներ, ընտանիքը չի խանգարում, որ մենք ունենանք մեր իսկ սեփական բիզնեսը։ Սկզբնական շրջանում ամբողջ բիզնեսս կառուցել եմ օնլայն հարթակի միջոցով, լրիվ անծանոթ մարդկանց հետ։ Հիմա շատերը նորեկների համար մի քիչ խորտ կթվա, բայց լրիվ օնլայն հարթակի հետ եմ իմ բիզնեսը կառուցել, անծանոթ մարդկանց հետ, ծանոթացել եմ մարդկանց հետ, հրավիրել եմ բիզնես, վստահելով միմյանց սկսել ենք աշխատել։ Եվ այսպես այս տարիների ընթացքում դե արդեն պատկերացրեք, թե ինչքան գրանցումներ եմ կատարել, այն որ չեմ էլ կարող հիմա հաշվել ու ասել, թե ինչքան գրանցումներ եմ կատարել, հետո արդեն մի որոշ ժամանակ հետո, կարելի ասել 1 տարի հետո, նոր սկսեցի աշխատել նաև ծանոթներով։ Բայց աղջիկներ ջան, նորից եմ ասում, որ տնօրեն դարձել եմ լրիվ անծանոթ մարդկանց միջոցով։ Իմ թիմում այս պահին ունեմ 1 տնօրեն, բոլորդ գիտեք իմ թիմի տնօրեններին, ովքեր որ միացված են մեր թիմակիցներից, իմ Արեգնաց Տերտերյանն է, ունեմ շատ նորեկներ, լիդերներ, փոխտնօրեններ, որոնք շուտով ևս կդառնան տնօրեններ։ Դա նշանակում է, որ ունեմ կայուն թիմ, իսկ եթե մենք ունենք կայուն թիմ, հետևաբար արդեն ունենք նաև կայուն եկամուտ։ Մենք այստեղ բոլորս, աղջիկներ ջան, մի թիմակիցներ ենք, կարելի ասել մի մեծ ընտանիք ենք դառնում ընթացքում։ Բոլորս ուրախանում ենք մեկս մյուսի աճով, հաջողություններով, մեր թիմակիցների հաջողությունը, մեր հաջողությունն է ևս։ Ընթացքում կհասկանաք այդ ամեն ինչը, ինչի մասին եմ խոսում։ Այսինքն, մեր նորեկները, սկսնյակները, ովքեր կդառնան լիդերներ, փոխտնօրեններ, տնօրեններ, դրանցից նաև դրանց հիման վրա նաև նաստավնիկն է զարգանալու եւ աճելու։ Հետևաբար այստեղ ինչ է գործում փոխշահավետ համագործակցություն։ Այստեղ մեկս մյուսին միշտ պատրաստ ենք սիրով օգնելու, որովհետեւ առանց դրա մենք չենք կարող հասնել հաջողությունների։ Նայեք, ինչու Faberlic։ Շատերին է այս հարցը հետաքրքրում եւ այսպես եկեք հասկանանք ինչու Faberlic։ Ինչու ընտրենք Faberlic ընկերությունը ցանցային բիզնես անելու համար։ Նախ եւ առաջինը աղջիկներ ջան, որովհետեւ բոլոր ընկերությունների մեջ միակն է, որ ունի շատ առավելություններ, այնպես չի, որ ես ֆիրմայում հասել եմ հաջողությունների կամ գրանցված եմ, դրա համար եմ այս ամեն ինչը ասում։ Ամենաառաջի առավելությունը 15 կատեգորիա, այսինքն միայն կոսմետիկա, սննդային հավելումներ չի Faberlic-ում։ Faberlic-ում կա ամեն ինչ, 15 կատեգորիա ունենք, այսինքն յուրաքանչյուր մարդ այստեղ կարող է գնել իր կարիքներին համապատասխան բոլոր ապրանքները։ Եթե սլայդս հանկարծ ընթացքում չերևա, աղջիկներ ջան, կասեք, հա։ Երևում է հիմա։ Հիմա հա։ Հիմա երևում արդեն։ Եթե զգում եք հանկարծ չի երևում, կասեք, հա ինձ։ Երկրորդ կարևոր առավելությունը, աղջիկներ ջան, 18-ից 19 կատալոգ տարվա մեջ։ Ասեմ, որ այս տարի, անցած տարի 18 կատալոգով փակեցինք տարին, այս տարի ունենք 19 կատալոգ տարվա ընթացքում։ Դա նշանակում է, որ մենք վարձատրվում ենք ոչ թե տարին 12 անգամ, այլ 18, 18-ից 19։ Միթե սա հրաշալի չէ, աղջիկներ ջան, որովհետև ոչ մի այլ տեղ նման հնարավորություն հաստատ երբեք չեն գտնի։ Մեր կատալոգների տևողությունը 21 օր է, բայց տարվա մեջ ունենք 2-ից 3 կատալոգ, որոնց տևողությունը 14 օր է։
Օրինակ, նախորդ կատալոգը, 3 փակեցինք նախորդ կատալոգը, 17-րդ կատալոգը և տևողությունը 14 օրեր, 2 շաբաթ։ Եվ այսօր ես իմ հաշվին ստացա էլի նույն գումարը 14 օրվա, ինչը ստանում է 21 օրվա համար։ Նայեք ինչ, կարելի ասել բոմբ առավելություն է։ Այսինքն, այստեղ կապ չունի 21 օր, թե 14 օր, քո արած գործողություններից է կախված, եթե ուզում ես ստանալ նույն եկամուտը։ Մենք ունենք աղջիկներ ջան, նայեք, այստեղ էլ տեսնում եք 10,000 պլյուս ապրանքատեսականի։ Իսկ դա արդեն թույլ է տալիս, որ շատ հեշտ բիզնես զարգացնել այս ընկերության հետ։ 1100-ից ավել ապրանքներ ամեն կատալոգում։ Մենք ունենում ենք շատ նորություններ։ Դա նշանակում է, որ ֆիրման անընդհատ նոր ապրանքներ է արտադրվում և ֆիրման անընդհատ աճելու և զարգանալու փուլում է։ Ես արդեն չգիտեմ դուք ոնց, բայց ես արդեն հասցրել եմ ծանոթանալ մեր նորություններին, ճիշտ է ոչ բոլորին, բայց արդեն որոշակի նորությունների հասցրել եմ կատալոգ ուսումնասիրել և ծանոթանալ, ասեմ, որ շատ բոմբ նորություններ ունենք։ Եվ իհարկե 5 միլիոն օգտատեր 42 երկրներում։ Այսինքն 5 միլիոն և ավելի մարդիկ ապրելով տարբեր երկրներում ստաբիլ ամեն ամիս Faberlic ընկերությունից գնումներ են կատարում։ Ինչ է սա նշանակում, աղջիկներ ջան, որ ընկերությունը կայացած է և ունի ապրանքի բարձր որակ, որը շատ կարևոր է։ 5 միլիոն մարդ դա ինքներս էլ արդեն պատկերացնում ենք, թե ինչ մեծ թիվ է դա արդեն։ Եվ ինչքան մեծ արդեն հնարավորություն է տալիս բոլորիս։ Հնարավորություն և ամենակարևորը վստահություն։ Էլ չասեմ, թե ընկերության կողմից ինչքան զեղչեր է առաջադրվում, ինչքան նվերներ է ֆիրման անընդհատ տալիս մեզ բոլորիս։ Որպես օնլայն խանութ ինքը շատ մեծ առավելություններ ունի։ Ընթացքում դրա մասին ավելի մանրակրկիտ էլ կխոսենք։ Մեր ընկերությունը, Faberlic ընկերությունը զբաղվում է ուղիղ վաճառքներով։ Շատերին հետաքրքրում է, միգուցե այստեղ լինեն օրենքներ, որ հենց այդ բառը անծանոթ լինի ու անսովոր լինի, ուղիղ վաճառքներ նշանակում է, երբ ընկերությունն իր ապրանքները կամ ծառայությունը վաճառում է ուղիղ գնորդին, առանց միջնորդների և ինչ-որ խանութների։ Իսկ երբ չկա միջնորդ, արդեն շահույթը հետևաբար ինչ է, բարձր է։ Ապրանքը մատչել է, քանի որ միջնորդների ձեռքից ձեռք անցնելով ապրանքի գինը մի քանի անգամ թանկանում է, աղջիկներ ջան։ Նայեք առաջին նկարում, այստեղ հենց առաջին նկարում, չգիտեմ, երևում է թե չէ, եթե չի անջատվել։ Ընկերությունն արտադրում է, ընկերության նայեք, ցույց է տալիս, ոնց է կարող փոքր երևա, բայց ցույց է տալիս, ահա։ Ընկերությունն արտադրում է, վաճառքով չի զբաղվում, այսինքն միջնորդների միջոցով տարբեր երկրների խանութ ապրանք, միջնորդների միջոցով չի հասնում ոչ մի երկիր ապրանք։ Սա շատ լավ է, որ մենք գործ չունենանք, ոյ կներեք աղջիկներ ջան, ինձ զանգ եկավ։ Սա շատ լավ է, որ մենք գործ չունենանք կեղծ ապրանքների հետ, աղջիկներ ջան։ Դա անում են մենք կոնսուլտանտներս, ովքեր զբաղվում են ֆիրմայի ապրանքաշրջանառությամբ, և դրա դիմաց ֆիրման մեզ ինչ անում, վարձատրում է։ Եվ մեր միջոցով ապրանքներ ջան, առաջին նկարում ընկերությունն արտադրում է, վաճառքով, այսինքն չի զբաղվում, այսինքն միջնորդների միջոցով տարբեր երկրների խանութ ապրանք չի հասնում։ Դա ովքեր են անում, մենք կոնսուլտանտներս, նայեք երկրորդ նկարում, դա անում ենք մենք կոնսուլտանտներս, ովքեր զբաղվում են ֆիրմայի ապրանքաշրջանառությամբ, և դրա դիմաց ֆիրման մեզ վարձատրում է, և մեր միջոցով է ապրանքը հասնում հաճախորդին։ Օրինակ հիմա ես այս պահին, ինչ եմ անում, օգտվում եմ ֆիրմայից, այս պահին ես իմ երեխային ընտանիքի անդամների համար լիքը վիտամիններ եմ վերցնում։
Դրանով հոգ եմ տանում ընտանիքիս առողջության մասին։ Եվ տեսնելով արդյունք, ես ինչ եմ անում, սկսում եմ պատմել իմ թիմակիցներին, ամենաառաջի հերթին պատմեմ թիմակիցներիս, վիդեոների տեսքով, նկարների տեսքով, կամ հանդիպումների ընթացքում եմ կիսվում այդ ամեն ինչով, հետո արդեն ծանոթներիս, բարեկամներիս, մարդիկ լսելով ինձ, տեսնելով, վստահելով, տեսնելով արդյունքը, որ օգտագործում եմ, իրոք արդյունավետ է մեր պրոդուկտը, ինչ են անում, իրանք էլ են սկսում օգտվել։ Գնում են մեր ապրանքն, այսինքն իմ միջոցով, իմ խորհրդատվության միջոցով, ապրանքը ֆիրմայի պահեստից մի անգամից գնում է գնորդին։ Սա կոչվում է, աղջիկներ ջան, ուղիղ վաճառքներ։ Ընդամենը ես ինչ եմ անում, ինֆորմացիա եմ տարածում, այսինքն ինֆորմացիոն գովազդով եմ զբաղվում, այսինքն ինքը ֆիրման չի զբաղվում գովազդներով։ Ֆիրման ապրանքը մի քանի անգամ չի վերավաճառում, հետևաբար մեր ապրանքը առնում ենք ինքնարժեքով եւ ստացվում է, որ գնում ենք բարձր որակի ապրանք ցածր գնով։ Օրինակ Faberlic-ի ցանկացած մաքրող միջոց, եկեք հենց ամանի հեղուկի մասով օրինակ բերեմ, մի շիշը արժե 1030 դրամ, չէ՞ մեզ մոտ։ Ինքը հավասար է խանութի 3 շիշ ամանի հեղուկին, որովհետև ինքը լրիվ խտանյութ է։ Պարտադիր իրեն պետք է, օրինակ ես երբ որ վերցնում եմ, անպայման իրան ջրով բացում եմ։ Եթե 3 անգամ կարելի է բացել, եթե այդ որակի հեղուկ դրվի խանութում եւ վաճառվի, ամեն շիշը հավատացեք 3-ից 4000 դրամ եւ ավել կդառնա։ Այ դրա համար ենք ընտրել Faberlic ընկերությունը։ Ես ինքս այն ժամանակ էլ, երբ որ գրանցված չեմ եղել Faberlic ընկերությունում, ես շատ օգտվել եմ, ծանոթ լինելով որակին։ Ընդամենը փոխել եմ, ինչ ենք արել, ես օրինակ այս 8 տարին ընթացքում ինչ եմ արել, ընդամենը փոխել եմ իմ առօրյա գնումների խանութը։ Ամեն ինչ առնում ենք ֆիրմայից, օգտվում ենք շատ բարձր որակից մատչելի գնով, որ ուրիշ ոչ մի տեղից նման բան չկա։ Ուղիղ վաճառքների իմաստը հենց դա է, նախ որ ապրանքները չկեղծվի եւ որ ապրանքը մնա մատչելի։ Դրա համար մեր ապրանքները հասանելի են բոլորին, եւ որակով եւ գնի մասով։ Աղջիկներ ջան, դուք տեսնում եք իմ էկրանը հիմա, դեմոնստրացիան երևում է։ Հա ջան։ Շատ լավ։ Նայեք աղջիկներ ջան, Faberlic-ում մենք ունենք համագործակցության 3 հնարավորություն։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում, որ տարբերակը վերցնի եւ օգտագործի։ Առաջին տարբերակը արտոնյալ գնորդն է, այսինքն հաճախորդը, երբ մարդը չի ուզում բիզնես անի, վաճառքով զբաղվի, այսինքն իրան պետք չի ինքը փող աշխատի այստեղ։ Ուղղակի գնահատում է Faberlic ընկերության ապրանքի որակը, գրանցվում է, որպեսզի ուղղակի պատվերներ կատարի։ Ինչ եք կարծում, ինչու են մարդիկ գալիս Faberlic-ից գնումներ կատարում։ Եվ ասեմ, որ հիմնականում խելացի մարդիկ են այդ ամեն ինչ անում, որովհետև իրանք գիտեն, որ գնում են բարձր որակի պրոդուկտ, ցածր գնով։ Շատերը մտածում են ինչու գրանցվեն։ Չէ՞ որ այսքան վաճառքանողներ կան, հիմա շատ վաճառքանողներ կան, չէ՞։ Չէ՞ որ մենք ունենք նաև այդ տարբերակը եւ կարող են իրենցից ձեռք բերեն ապրանքը, այ ոչ թե գրանցվեն։ Բայց հիմա առավելությունները կներկայացնեմ, գրանցված մարդու առավելությունը եւ վաճառք անողից օգտվելու առավելությունը։ Նայեք, յուրաքանչյուր գրանցված մարդ, մենք բոլորս, եւ որ մտնում ենք մեր կաբինետ, տեսնում ենք ողջ տեսականին, արդեն մեզ համար հասանելի է 20% զեղչով։ Իսկ վաճառք անողներից գնելու դեպքում մենք ինչ ենք անելու։ Մեզ համար զեղչելու են ապրանք, իհարկե ոչ։ Այդ ամեն ինչը վաճառելու են մեզ կատալոգային գներով։ Էլ չասեմ, որ չենք օգտվելու ոչ ակցիաներից, ոչ սպառավաճառքներից, ոչ խաղարկությունների ենք մասնակցելու, նայեք ինչքան բաներից ենք մենք զուրկ մնում, երբ որ
չենք գրանցվում եւ միանգամից ձեռք ենք բերում ապրանքը վաճառողից։ Երկրորդ տարբերակը խորհրդատուն է։ Վաճառք, հենց նոր որ խոսեցինք, վաճառքներ տարբերակն է, ովքեր ուզում են ստանալ հավելյալ եկամուտ։ Ինչ են անում։ Մտնում են իրենց կաբինետ, ապրանքները վերցնում են 20-ից 26% զեղչով, վաճառում են իրենց ծանոթներին, շրջապատի մարդկանց կատալոգային գներով։ Եթե օրինակ նա մանավանդանեն 50 անձնական բալ, ապա ամբողջ տեսականին բոլորի համար հասանելի կլինի ոչ թե 20% զեղչով, այլ 26%։ Այդ ապրանքների ինչ են անում իրանք, այդ ապրանքների գնի 20-ից 26%-ը դարձնում են իրենց եկամուտ։ Ստանում են շահույթ ապրանքների տարբերությունից։ Էլ չեմ ասում, որ ընթացքում մասնակցում են ծրագրերի, նվերներ են ստանում, դրանք եւս վաճառում են եւ իրենց համար եկամուտ է ձևավորվում։ Երրորդ տարբերակը եւ ամենակարևոր, ես հենց այս տարբերակն եմ սիրում, երրորդ տարբերակը արդեն կառուցում ենք սեփական բիզնեսը, այսինքն թիմ ենք կառուցում, որի շնորհիվ մենք այստեղ բոլորս հնարավորություն ունենք վաստակենք մեծ եկամուտներ։ Սա արդեն լուրջ համագործակցություն է, հետևաբար լուրջ պետք է վերաբերվենք, որովհետև այստեղ կարող ես ունենալ աճող եւ պասիվ եկամուտ։ Իսկ ովքեր որ լուրջ վերաբերվում են, լուրջ արդյունքների էլ հասնում են։ Առավելությունների մասին արդեն մենք խոսեցինք, առավելությունների մասին, թե ինչ առավելություններ կան։ Ամենակարևոր առավելությունը, որ միանգամից գրանցված մարդը հնարավորություն ունի օգտվելու ամբողջ պրոդուկտից 20-ից 26% զեղչից, օգտվի բազմաթիվ ակցիաներից, մասնակցի խաղարկությունների եւ մի շարք այլ հնարավորություններից։ Հիմա տեսեք ինչու մի վարքյան աղջիկներ ջան։ Մի վարքյան ոնց որ սլայդս լավ չաշխատեց։ Հիմա տեսեք ինչու արժե բացել սեփական օնլայն խանութ ու ինչ տարբերություն կա սովորական խանութի եւ Faberlic-ում խանութ բացելու միջև։ Հիմա շատերը կասեն ոնց բացեն սեփական օնլայն խանութ։ Բոլոր նրանք, ովքեր գրանցված են Faberlic ընկերությունում, դուք ունեք ձեր մեծ օնլայն խանութը։ Շատերը չեն գիտակցում, գիտեք չէ, այս մասին, որ իրանք իսկ արդեն ունեն իրենց սեփական օնլայն մեծ խանութը։ Այսինքն ձեր խանութը ձեր Faberlic-ի edge-ն է։ Դուք ունեք ձեր խանութի բանալիները, լոգինը եւ պարոլը, որը գրանցման ժամանակ ստացել եք SMS-ի միջոցով։ Եվ դրանով մուտք է գործում ձեր խանութ։ Մտնելով ձեր խանութ, արդեն տեսնում եք դասավորված ամեն ինչ իրենց բաժիներով։ Ինչ է մնում անել։ Մնում է միայն ամեն տեսակ ապրանք ունեք դասավորված, ոչինչ բանի մասին չեք մտածում։ Մնում է միայն աշխատացնենք մեր խանութը։ Ձեր փոխարեն առաքումներով զբաղվում է ընկերությունը, բոլոր հարցերով զբաղվում է ընկերությունը։ Նայեք, առանց մի կոպեկի ինչ ենք անում մենք, կարողանում ենք բացել խանութ, որտեղ կա 10,000 տեսակի ապրանք, մնում է կարողանանք լավ աշխատացնել մեր խանութը։ Նայեք, հիմա եթե մենք ունենայինք սովորական խանութ, ինչքան բան պիտի անեինք, առաջինը ինչ պիտի անեինք, պետքա զբաղվեինք գովազդով, բոլորին տեղեկացնեինք, որ ծանոթ բարեկամից սկսած, որ բացել ենք խանութ, պաստառներ պատվիրեինք, պաստառներով նոր բացվելու մասին ինֆորմացիա տայինք, այնքան բաներ կա, լոգոներ կազմեինք, էլ չեմ ասում, ինչքան մեծ
ներդրումներ պետք է անենք։ Ներդրումների մասով, այն որ կարելի ասել ահա որ է, դու շատ մեծ ներդրումներ պետք է անես, բայց դու չգիտես, արդյոք այդ քո դրած գումարը մի օր հետ գալու է, թե ոչ։ Հիմա նույն բանը մենք էլի անում ենք սոցեջերով։ Բոլորին պատմում ենք, որ մենք խանութ ունենք, որպեսզի մարդիկ գան եւ մեր խանութից առևտուր անեն։ Վարքյան աղջիկներս Հիմա նաև աղջիկներ ջան, մի հատ նաև կուզեմ, որ այս նկարին ուշադիր նայեք, այստեղ կողքը տեսնում եք, չէ, որ շոփ ա գրած ու խանութ է, մարդկանց հոսքը խանութ։ Տեսնում եք, չէ։ Այրևում է, աղջիկներ, մատով փոփեք մեծացրեք։ Մատով մեծացրեք, այնքան հետաքրքիր է այս պահը։ Նայեք, բացել ենք սովորական տրադիցիոն խանութ։ Ու քանի որ ես Արգավանդում եմ ապրում, լավ, այդ խանութը բացել եմ Բանգլադեշի տարածքում։ Հիմա այս խանութ մտնելու են հիմնականում Բանգլադեշի տարածքի մարդիկ, չէ՞։ Շատ լավ գովազդ միացնելու դեպքում, լավ ակցիաներ դնելու դեպքում, երբ որ եթերով ամեն ինչով հայտարարեն, լավ Մալացիայից իջնեն ու մի հատ նայեն այդ ամեն ինչը։ Բայց մեր օնլայն խանութի դեպքում, քանի որ մենք համագործակցում ենք, այսը արդեն մեր օնլայն խանութն է, նայեք գլոբուսիկի նշանը կողքը։ Տարբեր երկրների հետ ամբողջ նայեք Հայաստանը իր մարզերով ներառյալ, հետևաբար նայեք մեր խանութից օգտվում են ավելի շատ մարդիկ տարբեր վայրերից։ Դուք արդեն տարբերությունը ինքներդ տեսաք։ Ես հիմա ունեմ օնլայն խանութ, բայց իմ խանութից օգտվում են լիքը մարդիկ, ովքեր ապրում են այս պահին ՌԴ-ում եւ Վրաստանում։ Ձեզանից ձեր մեջ էլ կլինեն մարդիկ, ովքեր ունեն թիմակիցներ այլ երկրներում։ Իրանք իմ թիմում են եւ գնումներ են կատարում։ Ես դրանից եկամուտ եմ ստանում։ Կապ չունեմ ոչ մեկի պատվերի հետ, ոչ մեկի գնման հետ, ընդհանրապես ես իրանց գրանցել եմ։ Այսինքն իմ խանութը աշխատում է, նայեք, ես Հայաստանում օնլայն խանութ եմ հիմնել, իմ խանութը անգամ աշխատում է Ռուսաստանում եւ Վրաստանում։ Այ օնլայն խանութի առավելությունը՝ ի տարբերություն տրադիցիոնի սովորական խանութի տարբերությունը դրանում է կայանում։ Ավանդական բիզնեսում աղջիկներ ջան, բոլորս գիտենք, որ լիքը ռիսկեր կա, որովհետև ներդրումները հենց ինքը արդեն ռիսկ է, որ մենք լիքը կորցնելու բան ունենք։ Իսկ այստեղ ոչ մի ռիսկ չկա։ Դե առավելությունների մասին քիչ առաջ նորից խոսեցինք, հիմա այստեղ եկեք անցնենք առաջ, նայեք աղջիկներ ջան, ամեն ապրանք ունի իր բալի չափը։ Եվ որ մենք պատվեր ենք անում, բալերը գումարվում են իրար, չէ՞։ Թիմային բալերը եւ մեր բալերը գումարվում են իրար, մենք այդ ամեն ինչը կարողանում ենք տեսնել մեր կաբինետում, մենք ունենք իմ կառույցը բաժին, որտեղով տեսնում ենք եւ մեր անձնական բալերը եւ թիմային բալերը։ Արդեն կատալոգի վերջում, կատալոգի ընթացքում մեր եւ մեր թիմակիցների կատարած գնումները գումարվում են իրար եւ անձնական բալերը նստում է մեր կաբինետում, որքան որ բալերը տվյալ կատալոգում հավաքված բալերը ինչքանի որ կլինի, այդքանի չափով էլ մենք վարձատրվում ենք։ Դե ինչքան շատ լինի, հետևաբար այնքան շատ բարձր ստատուս, այնքան շատ բարձր արդեն եկամուտ։ Նայեք, մենք ունենք բազում տեսականի, բայց ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր սննդային հավելումներին, մեր վիտամիններին, ինչու համար հենց այս սլայդն է այս պահին, որովհետև կյանքում ամենաթանկ բանը մեր առողջությունն է, որին պետք է մենք միշտ ուշադրություն դարձնենք։ Ես օրինակ ամեն կատալոգի սկզբին առաջինը վերցնում եմ ամեն ինչ,
սննդային հավելումները իմ եւ իմ ընտանիքի անդամների համար, նոր հետո արդեն մտածում եմ մնացածի մասին։ Որովհետև եթե մենք չունենանք առողջություն, գիտեք, որ մնացած ամեն ինչ արդեն կյանքում սուտ է։ Օրինակ, միշտ խմում եմ մեր կոլագենը, նայեք, սիրում եմ դիմահարդարվել, շպարման պարագաներ վերցնել, խնամքի միջոցներ, բայց եթե մենք այդ ամեն ինչը ներսից չի կատարվում, ինչքան ուզում ես դեմքդ արտաքինից խնամի, տանալնիքսի, ինչ ուզում ես արա, պետք է սկսենք խնամել մեր մաշկը առաջինը հենց ներսից։ Օրինակ, ես մեր կոլագենը միշտ վերցնում, կարելի ասել ամեն կատալոգին վերցնում եմ, եւ որովհետեւ մենք կանայքս, եթե ուզում ենք միշտ գեղեցիկ լինել, մեր օրգանիզմը ունի կոլագենի կարիք։ Շատ վիտամինների կարիք ունի, բայց կոլագենն ուզում եմ առանձնացնել։ Դրա համար առաջինը վերցնում եմ մեր սննդային հավելումները, հետո նոր արդեն մնացած բաները։ Օրինակ, աղջիկներ ջան, ինչ եք կարծում, ինչի համար են սննդային հավելումները կարևոր մեր կյանքի համար։ Շատերը մտածում են, որ սննդային հավելումները ինչ-որ բժշկական դեղեր են, սենց չկա նման բան, աղջիկներ ջան։ Դրանք հավելումներ են, այն ամենը, ինչը մենք չենք ստանում սննդի միջոցով, ցավոք սրտի այսօր օդից բռնած ամեն ինչը աղտոտված է, ինչ ուտում ենք, միրգ, բանջարեղեն, ինչ ուտում ենք, լրիվ իրոք քիմիական է, ամբողջը քիմիական է, չգիտենք ինչ պայմաններում է աճեցվում, ոնց է աճեցվում, այսօր կարան բանջարեղենը 5 օրվա ընթացքում ջերմոցային պայմաններում աճեցնեն, դե դու պատկերացրեք, դրանից ինչ վիտամին կամ սնուցում է ստանալու մեր օրգանիզմը, մինչև օդն էլ աղտոտված է, քանի որ մենք այդ ամեն ինչը չենք ստանալու սննդի միջոցով, հետևաբար անհրաժեշտ է, որ մենք անպայման վերցնենք մեր սննդային հավելումները։ Օրինակ, Եվրոպայում եւ Ռուսաստանում, Ամերիկայում սննդային հավելումները ուտելիքի նման սենց սեղանին դրված է։ Իրանք առավոտյան արթնացան, արդեն իրանք գիտեն, ռեֆլեքս է իրանց մոտ, այդ ամեն ինչը իրանք հենց այդպես գիտեն, որ այդ ամեն ինչը սննդի միջոցով իրանց չի հասնելու, օգտագործում են։ Ճիշտ է, Հայաստանում մի քիչ ուշ մարդիկ գլխի ընկան այդ ամեն ինչի մասին, բայց հիմա տեսնում եմ, որ շատերը արդեն գիտակցաբարորեն իրենց եւ իրենց ընտանիքի առողջության մասին լավ օգտվում են բադերից, սննդային հավելումներից։ Առաջվա հետ չի կարելի համեմատել։ Առաջներում ամեն ինչ թարմ է եղել, որովհետև այսքան տեխնիկաներ, էլեկտրականություն, այսքան ոչ մի բան չի եղել ու չի վնասել պրոդուկտը։ Իսկ հիմա ոչ մեկս գարանտիա չունենք, չկա հաստատ մաքուր, ինչքան էլ ուզում ես թանկանոց պրոդուկտ առ։ Ուտելիքները նկատի ունեմ։ Թանկ ու էժանը կապ չունի, աղջիկներ ջան։ Դրա համար են արտադրվում, աղջիկներ ջան, սննդային հավելումները, եթե նկատած կնեք, միայն ոչ մեր ֆիրմայում, շատ ֆիրմաներում կա, որ սկսել են շատ արտադրել, որտեղ մարդիկ ուշ գլխի ընկան, որ այդ ամեն ինչը օդի ջրի պես պետք է մեզ բոլորիս, որի միջոցով մենք լրացնենք մեր օրեկան վիտամինների պաշարը։ Դրանով մենք այ ոչ թե բուժելու ենք ինչ-որ բաներ, չէ, ընդամենը պահպանելու ենք մեր օրգանիզմը, որպեսզի չհիվանդանանք, հիվանդություններից զերծ մնանք։ Կարծում եմ բոլորդ էլ օգտվում եք, չէ՞, մեր հավելումներից, չկա երևի հիմա այնպիսի մարդ այստեղ, որ չօգտվի մեր հավելումներից։ Նայեք, այստեղ տեսնում ենք այս նկարը, որ հիմա կա, այս սլայդը, որ հիմա կա, այստեղ տեսնում ենք ընդհանուր այն բաժինները, որոնց կարիքը բոլորս ունենք։ Եթե մենք շնչում ենք, ապրում ենք, ուրեմն ինչ ենք անում, լողանում ենք, լվացվում ենք,
տուն ենք մաքրում, այսինքն մեր հիգիենային ենք հետևում, օծանելիք ենք օգտագործում, գնում, դիմահարդարման պարագաներ, այսինքն հոգ ենք տանում մեր եւ հիգիենայի եւ առողջության մասին։ Այս բոլորը բոլոր մարդիկ, եթե ապրում են, շնչում են, օգտագործում են եւ անում են։ Չեմ կարծում, որ կլինի այնպիսի մի մարդ, որ կասի, չէ, ես չեմ օգտվում, օճառ չեմ գնում, շամպուն չեմ գնում, այսինքն ոչ լողանմա, ոչ բան։ Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները մենք ունենք մեր ֆիրմայում։ Եվ ամենակարևոր բանն այն է, աղջիկներ ջան, որ շատ բարձր որակի է մեր պրոդուկտը։ Faberlic-ը ինքը ռուսական ընկերություն է։ Համագործակցում է տարբեր երկրների հետ, ամբողջ հումքը բերվում է տարբեր երկրներից, օրինակ մեր այնտեղ լվացքի պարաշոկները, ամանի հեղուկը, ամբողջ հումքը բերվում է Գերմանիայից, լրիվ էկոլոգիապես մաքուր հումք։ Հումքը բերվում է տարբեր երկրներից եւ արտադրվում է արդեն ապրանքը Ռուսաստանում։ Դուք տեսել եք, թե մենք ինչքան մեծ գործարան ունենք, լրիվ էկոլոգիապես, այսինքն մաքուր ապրանքների հետ գործ ունենք։ Ունենք եւ իտալական կոսմետիկա, եւ կորեական, եւ ռուսական, եւ չինական, եւ ճապոնական, իրոք։ Այսինքն ամեն մարդու ճաշակին, գրպանին հարմար, տարբեր գնային առումներով հարմար ամեն ինչ ունենք, աղջիկներ ջան։ Նայեք, ով եմ ես սովորական խանութի դեպքում։ Սովորական խանութներում գնումներ կատարելու դեպքում մենք իրականում ինչ ենք անում։ Վճարում ենք ոչ միայն ապրանքի արժեքը, այլ մի շարք հավելյալ ծախսեր։ Մեզանից է դուրս գալիս այնտեղ աշխատողների, մենեջերների, այդ ամեն ինչի գումարը մեզանից է դուրս գալիս։ Ապրանքը մինչև խանութ մտնելը 3-ից 5 ձեռ է անցնում։ Ընթացքում ինչ է անում արդեն, ավելանում է միջնորդավճարներ եւ շատ դեպքերում նաեւ կեղծվում են։ Ամենակարևորը, որ մենք սովորական խանութում չունենք մշտական զեղչեր, նվերներ, խաղարկությունների չենք մասնակցում եւ քո խորհրդատվության շնորհիվ քեզ նույնիսկ շնորհակալություն չեն ասում ու չեն երբեք վճարում դրա դիմաց։ Հիմա նայեք, մի հատ խանութում զեղչ է, գնացիր քո ծանոթին, ասեցիր, գիտես ինչ կա, ստեղ խոսքի պոպուկը լավ մատչելի է, գնա դու էլ առ։ Գնաց առավ այդ մարդը, օգտվեց այդ զեղչից առավ, քեզ ինչ որ մի առավելություն լինելու է, իհարկե ոչ։ Իսկ այստեղ դու պատմելով մեր ընկերության ակցիաների զեղչերի մասին եկան օգտվեցին, դու դրանից ինչ եկամուտ ունես, տոկոսներ ունես դու դրանից։ Այ տեսեք, սովորական խանութում ինչ առավելություն մենք ունենք, ով ենք մենք եւ ով ենք մենք մեր խանութից օգտվելու դեպքում։ Անցնենք առաջ։ Այստեղ էլի խանութների տարբերությունը մենք հասկացանք, թե Faberlic-ում ինչքան առավելություններ ունենք, սկսած են գրանցումից։ Գրանցումն էլ է շատ կարևոր, որովհետև ամեն ընկերություններում չի, որ գրանցումն անվճար է։ Այստեղ գրանցումից սկսած ամեն ինչ անվճար է, աղջիկներ ջան։ Ամեն ինչ այլ կերպ է այստեղ, քեզ հնարավորություն է տալիս ոչ միայն գնել որակյալ ապրանքներ, այլ դրա դիմաց շահելու եւ եկամուտ ստանաս, որը ոչ մի այլ տեղ չկա։ Անցնենք առաջ, անցանք շատ կարևոր կետի։ Ինչ ենք մենք անում ցանցային բիզնեսում։ Այ հիմա եկեք հասկանանք, ոնց են առհասարակ բիզնես զարգացնում եւ ոնց ենք եկամուտ ստանում։ Ինչ ենք մենք անում ցանցային բիզնեսում։ Ինչ ենք անում։ Ընդհանրապես շատ հեշտ 3 բարձ գործողություն ենք կատարում։ Օգտվում ենք ինքներս, սա պարտադիր պայման է, ովքեր որ արդեն որոշված պիտի բիզնես սկսեն, 50 եւ ավելի անձնական բալ պետք է կատարեն,
որպեսզի բիզնես սկսեն։ Սա իհարկե բիզնես պարտներներին է վերաբերվում, ովքեր որ ուզում են բիզնես սկսել, իսկ ովքեր որ հաճախորդ տարբերակով են միանում մեզ, հետևաբար իրանք կարող են անել այնքանի գնում, ինչքանի ցանկանում են։ Ես եկա, նայեք աղջիկներ ջան, այս կանաչով մարդու կվերևի, ես եմ, ինչ արեցի, ես եկա, կատարեցի 50+ անձնական բալը, իսկ 50+ անձնական բալը ինչ ենք ասում, մի փոքր առաջ խոսում էինք դրա մասին, այն ամեն ինչը պետք է մեզ և մեր ընտանիքի անդամներին առողջության և հիգիենայի համար։ Այնինչ պետք է մեզ և մեր մտերիմներին գնեցինք։ Հաջորդը, պատմում եմ մարդկանց մեր բիզնեսի մասին։ Տեսեք նկարում։ 4 հոգու պատմել եմ և 4 հոգին ինչ են արել, եկել են, գրանցվել են։ 4 հոգուց, նայեք աղջիկներ ջան, մեկը դարձել է ուղղակի հաճախորդ, իսկ մնացած 3-ին հետաքրքրելա, իրանք էլ են որոշել բիզնես անեն։ Ինչ են արել, իրանք էլ իրենց գնումները սկսել են կատարել ֆիրմայից ու իրենք էլ այսպես շարունակ սկսել են հրավիրել։ Նկարում ամեն ինչ պարզ տեսնում եք։ Այս 4 հոգուն գրանցել եմ իմ խմբում և գրանցված մարդիկ ևս օգտվել են, իրենք էլ են սկսել պատմել և իրանց ծանոթներին և օնլայն հարթակի միջոցով հրավիրել են մարդկանց։ Այսպես մեկս մյուսի միջոցով մարդիկ գալիս են, ձևավորվում է ցանց։ Եվ սա դառնում է մեր ցանցը, աղջիկներ ջան, նայեք ինչքան հետաքրքիր է։ Նայեք 4 հոգու շնորհիվ ինչքան մարդ եկավ իմ ցանց։ Այս բոլոր մարդիկ ինչ են անում։ Ընդամենը կայքից գնումներ են կատարում։ Գործ չունեն ոչ առաքման հետ, ֆիրման առաքումն անում է իրենց հասցեներով, ամեն ինչով ֆիրման է զբաղվում։ Առաքումները կատարում են իրենց հասցեներով, մարդիկ վճարում են և վերցնում։ Այս բոլոր պատվերներից ստանում ենք մենք ինչ, տոկոսներ։ Նայեք, ես տոկոս ստանում, նայեք, տոկոսներ ես ստացա այս բոլորից, բայց այս 4 հոգին ստանում է իր ներքևից տոկոսներ, այս իր ներքևի գրանցվածներից։ Իր ներքևի գրանցվածը ստանում է տոկոս իր ներքևի գրանցվածներից և այսպես շարունակ։ Բայց ես, օրինակ, քանի որ վերևում եմ, ստանում եմ տոկոսներ այս բոլորից։ Ինչ ենք անում, աղջիկներ ջան, այստեղ, նայեք, ինչքան պարզ է, այստեղ մենք ինչ ենք անում։ Ընդհանրապես ստեղծում են գնորդական ցանց, որտեղ մարդիկ գալիս են և մշտական գնումներ են կատարում։ Իհարկե, այս 4 հոգին օրինակով է բերված, այստեղ նկարում կարան լինեն շատ։ Ու այս կողքում մի քիչ մոտիկացրեք, տեսեք, այս բոլոր երկրները, որ հիմա դուք տեսնում եք, ներկա պահին մենք այս բոլոր երկրների հետ համագործակցում ենք։ Faberlic ընկերությունը ներկա պահին այս բոլոր երկրների հետ համագործակցում է, աղջիկներ ջան։ Ոյ, ներեք։ Եկեք մի փոքր էլ խոսենք մեր հաջողության սանդղակի մասին, ովքեր են պատրաստ քայլել ու անցնել այս սանդղակով։ Ես արդեն, ասեմ, նայեք, խորհրդատուից սկսած, 3%-ից սկսած, այստեղ սանդղակում, նայեք, հնարավորություն ունենք աճելու 3%-ից սկսած, նայեք, 3% խորհրդատու, ես ներկա պահին գտնվում եմ ավագ տնօրենի ստատուսում, այստեղ եմ հասել արդեն, և բացի այն, որ ես այստեղ լավ գումար եմ վարձատրվում, երբ որ հաստատեցի իմ տնօրենի և ավագ տնօրենի ստատուսը, ես ստացա Faberlic ֆիրմայի կողմից հավելյալ բոնուս, նվեր գումարի տեսքով։ Տնօրենի ստատուսի համար ստացել եմ 495,000 դրամ, այստեղ ավագ տնօրենի համար 742,000 դրամ։ Իթե հրաշալի չէ։ Ու ինչքան վերև որ բարձրանանք, աղջիկներ ջան, նայեք, այդքան մեծանալու է այդ բոնուսների գումարի չափը։
Տեսեք ինչ բոմբա։ Ես ներկա պահին իմ նպատակն է, որ հասնեմ էլիտնի տնօրեն ստատուսում։ Մաղթում եմ, որ բոլորդ աղջիկներ ջան, արագ անցնեք ու բարձրանաք այս աստիճաներով եւ հասնեք այն բոլոր ստատուսներին, որին ցանկանում եք։ Նայեք, այստեղ մի փոքր իմ հաջողություններից, ինչի որ հասել եմ այս 8 տարիների ընթացքում, այստեղ նոր քիչ առաջ խոսեցի, որ ավագ տնօրենս հաստատելու համար գումար եմ ստացել, սա չեկն է, սա տնօրենի ստատուսը հաստատելու համար եմ ստացել 520,000 դրամ, այստեղ դիպլոմներ, մեկ անգամ բացել եմ արծաթից տնօրենի ստատուսը, այս չեկը լավ պահել եմ, ճիշտ է չեմ հաստատել, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Այսպես շարունակ նայեք, ռեյտինգների եմ մասնակցել եւ հիմա եկեք արդեն խոսենք մեր մարքեթինգ պլանից, սա մեր մարքեթինգ պլանի աղյուսակն է, մինչև տնօրենի ստատուսն է, այստեղ ներկայացված, մեր սկսնակներին մինչև տնօրենի ստատուսը բավական է, նայեք, այստեղ արտոնյալ գնորդից սկսած, նայեք կա, բայց երբ որ արդեն մենք սկսում ենք վարձատրվել, վարձատրվում ենք 3%-ից սկսած, խորհրդատուի ստատուսից սկսած, ես այնտեղ նշեցի, երբ որ մենք արդեն ուզում ենք բիզնես կառուցենք, բիզնեսով զբաղվենք, պետք է անենք 50 անձնական բար։ Արեցինք 50 անձնական բար, գրանցեցինք մի հոգի էլ արեց 50 անձնական բար, արդեն նայեք 100 բալից սկսած սկսվում է մեր վարձատրությունը, նայեք այստեղ 100 անձնական 50, արդեն թիմային 100 ու այստեղ եկամուտ ունենք 1240 դրամ, խորհրդատու 3%, Իմ կյանքի ամենակարևոր ստատուսը եղել է հենց այս 3%-ը, անկեղծ եմ ասում, հավատացեք տնօրենիս ստատուսից այդքան ոգևորված ու ուրախացած չեմ եղել, որքան որ այս ստատուսից, որովհետև հենց այս ստատուսից փոխվեց իմ կյանքում ամեն բան։ Այստեղ արդեն նայեք, ավագ խորհրդատու 6%, էլի 50 պլյուս անձնական բար պետք է կատարենք եկամուտ ստանալու համար, արդեն նայեք, թիմում երևի 2-3 հոգի կա գրանցված, իրանք էլ են 50 բալ, կամ չգիտեմ, կարա 5 հոգի լինի, 30 բալ արած լինեն, ու այսպես շարունակ 200 բալ արդեն 4992 դրամ, և այսպես նայեք, ինչքան շատ գրանցումներ, թիմում այնքան շատ ապրանքաշրջանառություն, նայեք 600 բալի գումարը, տեսեք մի անգամից, առաջնորդ, նայեք ստատուսում 9% ստատուսի գումարը մի անգամից արդեն ոնց է փոխվել։ Ու այսպես շարունակ ավագ առաջնորդ, 50-ելի անձնական բալ, այստեղ ավագ առաջնորդը 1000 անձնական 12%-ն է, 1000 բալ պետքա թիմային լինի, արդեն նայեք վարձատրությունը 49920 դրամ։ Այս բոլորը ամեն ինչը, աղջիկներ ջան, նայեք, համ ռուբլիով է ներկայացված, համ լարիով, համ դրամով։ Այս բոլորը անիմաստ գրված չի։ Այս բոլոր քայլերին հասնելու համար ընդամենը պետք է ունենալ մեծ նպատակ։ Եթե ունեցանք նպատակ, այս բոլոր թվերը, ստատուսները, որ տեսնում եք, խաղ ու պարա լինելու։ Օй, անցանք նաև մի հաճելի բանի, մայրության և որդեգրման բոնուս։ Նայեք, երբ որ մենք լինում ենք փոխտնօրենի ստատուսում, փոխտնօրեն և ավելի բարձր ստատուսներում և ցանկանում ենք մայրանալ, ֆիրման մեզ համար նայեք պատրաստել է, ինչ հետաքրքիր և լավ բոնուս, բոլորը արդեն փոխտնօրենի ստատուսից սկսած կարող են մասնակցել։ Անգամ եթե մենք երեխա որդեգրենք, ինքներս չծնենք երեխային որդեգրենք, միևնույն է մենք ներկայացնում ենք փաստաթղթեր ընկերությունում, որ որդեգրում ենք կատարել, եթե մենք այդ ստատուսում ենք գտնվում, ԱՁ-ը պետք է բացված լինի, անհատ ձեռնարկատեր ենք, մենք մասնակցում ենք այս մայրության և որդեգրման բոնուսին։ Նայեք, առաջին բալիկի դեպքում
135,000 դրամ, 13,500 դրամ ամեն կատալոգի ընթացքում, եթե ծնվել է առաջի երեխան, տարեկան կազմը 243,000 դրամ։ Սա ամեն կատալոգի, երբ որ կատալոգը փակում ենք, մեր գումարները նստում են, գումարների հետ նստում է։ Երկրորդ եւ երրորդ երեխա ունենալու դեպքում արդեն 27,000 դրամ ամեն կատալոգի ընթացքում, տարեկան կազմում է 486,000 դրամ։ Եթե մեր Արեգնաս Տերտերյանը հիմա օնլայն է, ինքը հենց հիմա ստանում այս մայրության բոնուսը, օգտվում այս հրաշալի բոնուսից։ Մաղթում եմ, որ բոլորդ, ովքեր ուզում են նորից մայրանալ, մայրացեք, եթե դեռ այս ստատուսում չեք, ամեն ինչ արեք, որ մինչև երեխայի ծնվել այդ ստատուսում լինեք, որ մասնակցեք այս բոնուսին, որտեղ հիանալի հնարավորություն է։ Եվ եկանք արդեն մեր ամենակարևոր կետին, նայեք այս կատալոգում ինչ լավ նվեր ունեն մեր նորեկները, նայեք նոյեմբերի 10-ից 23-ը, առաջի գնումները դեկտեմբերի 23-ը, չէ՞։ Աղջիկներ ջան, եթե չեմ սխալվում, բոլոր նրանք, ովքեր կգրանցվեն եւ գնումներ կկատարեն 18-րդ կատալոգից 9,000 դրամ եւ ավելին, ըստ ընտրության հաջորդ կատալոգից, արդեն 19-րդ կատալոգի մեջ կստանան նվեր այս Viking հիանալի օծանելիքներից մեկը իրենց ցանկությամբ, այնպես որ շտապեք սիրելի նորեկներ ջան, հիանալի նվեր է ձեզ սպասվում։ Այստեղ ինչ-որ կաղաց վայրի բաց թողում ենք արել։ Նայեք աղջիկներ ջան, առաջին քայլից հետո, բացի առաջին քայլից, ունենք նաև մեկնարկային ծրագիր։ Առաջի քայլը տեսեք, օծանելիքներ, չէ՞։ Մնացած բոլոր 2-ից 5-րդ քայլերը անցնում ենք ամեն կատալոգի մեկ քայլ։ Մինչև 5-րդ քայլը։ Նայեք ինչ հրաշալի հավաքածուներ ունենք, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ ի տարբերություն նորեկի առաջին նվերի, որը մենք ստանում ենք 10 դրամով նվեր, մեկնարկային ծրագրի այս հիանալի, նայեք ինչ սիրուն հավաքածուներ են ու ինչքան շատ ապրանք կա մեջը։ Այս հավաքածուները մենք նորեկի նվերի նման վերցնում ենք ոչ թե 10 դրամով, այլ ամբողջ հավաքածուն վերցնում ենք 90% զեղչով։ Այսինքն ամբողջ հավաքածուների համար վճարելու ենք ընդամենը 1800 դրամ կամ 2700 դրամ։ Այսինքն այս 1800 ու 2700 դրամի տարբերությունն էլ այն է, որ եթե կատարենք 50 անձնական բար, այս հավաքածուներն ավելի մաչելի տարբերակով կվերցնենք։ Այստեղ ունենք նաև իմ ամենասիրելի ակցիաներից մեկն է Like Faberlic ակցիան։ Կարծում եմ բոլորդ էլ սիրում եք այս ակցիան, ինքը հիանալի ակցիա է։ Հիմա ակցիայի պայմանները փոքր ինչ ներկայացնեմ։ Երկու կատալոգ շարունակ կատարելով 9,000 դրամի գնում, երրորդ կատալոգից սկսած արդեն ձեր սիրելի ապրանքներից մեկը կարող եք վերցնել 70% զեղչով։ Ես ինքս այս մի քանի կատալոգ օծանելիքների վրա եմ օգտագործում, իմ սիրելի բույրերից եմ վերցնում։ Սա էլ էսպես։ Այս կատալոգին, աղջիկներ ջան, նայեք, այս կատալոգում շատ լավ ևս մի հրաշք բոնուս քարտ ունենք, մեծ բոնուս քարտ է, տնտեսման կտրոն, 50% տնտեսման կտրոն ունենք, հիմա պայմանները կարդամ։ Կատալոգներից պատվեր կատարելու և վճարելու դեպքում յուրաքանչյուր 5,990 դրամի դիմաց դուք կստանաք 50%-անոց տնտեսման կտրոն։ Եվ այս կտրոնները ճիշտ է հիմա օգտվելու եք ձեր պատվերի հետ ձեր կարզինայում կընկնի, բայց կարող եք օգտվել այս կտրոններից առաջին կատալոգում, այսինքն հունվարի կատալոգին։
Մենք ունենք խաղարկություն, այս խաղարկությունը կազմակերպել է իմ նաստավնիկ Սոնա Հովհաննիսյանի կողմից եւ Լուսինե Հովհաննիսյանի կողմից է, նվեր քար 4500 դրամ, պայմաններն այստեղ գրված է, խաղարկությանը եթե ցանկանում եք մասնակցել, կատարում եք 25 բալի պատվեր, որի մեջ անպայման կլինի 1 սննդային հավելում, խնդրում եմ սրան ուշադրություն դարձրեք, դուք արդեն ավտոմատ կմասնակցեք խաղարկությանը եւ խաղարկությանը շահելու ընդամենը 1 հոգի։ Սա Լուսինե Հովհաննիսյանի եւ Սոնա Հովհաննիսյանի թիմերի համար է։ Իրենք այ ոչ թե ֆիրման է կազմակերպել, այլ իրենք են այս ամեն ինչը կազմակերպել։ Նայեք, աղջիկներ ջան, մեր առողջությունը ամենաթանկն է։ Առողջության մասին միշտ կարելի է խոսել, նայեք, այստեղ մենք ունենք առողջության պահով չաթ, նայեք, այստեղ չաթի այս QR-ը կարող եք սկանավորել և միանալ չաթին, ամեն 5 շաբթի ժամը 22-ին այնտեղ մենք ուսուցում ենք անում, ներկայացնում ենք մեր սննդային հավելումները, պատմում ենք, թե որն ինչի համար է, ում կարելի է, այսինքն խորհրդատվություն է անցկացվում, որ մարդիկ ինֆորմացված ձևով վերցնեն եւ իմանան ինչպես ճիշտ օգտագործեն, որ չվնասեն իրենց։ Սկանավորեք եւ անպայման միացեք, հիշեք, ամեն 5 շաբթի ժամը 22:00-ին ուսուցում է սպասվում։ Եվ աղջիկներ ջան, մաղթում եմ բոլորիդ հաջողություն Faberlic ընկերության հետ։ Բոլորիդ մաղթում եմ մեծ հաջողություններ, բարձր չեկեր եւ ամենակարևորը հաճելի գնումներ։ Ապրեշտացիան ջան։ Լավ մնացեք բոլորիս, լավ երեկո եմ մաղթում։ Ապրեժանես։ Պականեր աղջիկներ ջան։ Մերսի շատ Ժաննա ջան։ Пока-пока։